Ողջույն բոլորին, այս տեսանյութում փետրվարի 2-ի լուսնի միացումների մասին է։ Բավականին լարված միացումներ ունենք այդ օրը, այսինքն 3 լարված միացում, բայց ամենայն դեպս այնպիսի մոլորակների հետ, որոնք որ տալիս են մեզ սեր, տալիս են մեզ գումար, տալիս են նաև շատ լավ շփում դիմացինի հետ, նաև Ուրանի հետ։ Ամենալարված միացումն է, ամենակարևոր միացումն է Ուրանի հետ։ Ուրանի հետ տեղի ունենալու երեկոյան արդեն Հայաստանի համար ամեն մի ովքեր որ ապրում են տարբեր երկրներում, ամեն մեկը պետք է իր երկրի ժամային գոտում նայել։ Այստեղ կլինի ժամը 22:00-ից հետո, մինչև առավոտյան ժամը 4-ը։ Հենց այդ ժամանակ էլ տեղի են ունենում յուրաքանչյուր խնդիրները կապված էլեկտրականության հետ։ Պետք է ուղղակի ուշադիր լինեք, ինչ եք անջատել, ինչն եք թողել միացված, յուրաքանչյուր բան, որովհետև դուք չգիտեք, թե ձեր անձնական քարտեզում նա ինչ միացումներ ունի։ Դրա համար ուղղակի պետք է ուշադիր լինել։ Բայց այ առավոտյան այստեղ բավականին ազդում է սիրո վրա, գումար աշխատելու վրա։ Եթե ինչ որ ապրանք եք վաճառում, ապա ոնց որ կամ չեք կարողանա համոզել այդ մարդուն, կամ եթե նոր սեր եք փնտրում կամ ուզում եք տվյալ մարդու հետ ծանոթանալ, անհնարին դա կլինի։ Հարաբերություններում հնարավոր են խնդիրներ առաջանան, մեկը մյուսին չհասկանա։ Դա տեղի ունենալու Հայաստանի ժամանակով ժամը 10-ից մինչև ցերեկը 4-ը։ Սա ոչ միայն սերն է ձեր զուգընկերոջ հանդեպ, այլ սերն է նաև գործընկերների հանդեպ, այսինքն այդ տհաճությունը, այդ ձեր հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքը կնկատեք նաև խոսքն է այստեղ, խոսքին է նաև հետադարձ։ Եվս կարող է վիրավորանքներ լինեն, նախանձություններ, բամբասանքներ, որը որ էլի ձեզ համար տհաճ կլինի եւ դուք ինքներդ կցանկանաք այդպես լեզվակռվի մեջ մտնել։ Իսկ Մերկուրիի հետ արդեն տեղի կունենա միացումը ժամը 14:00-ից մինչև 20-ը։ Դա կարող է լինել արդեն աշխատանքից հետո գալ տուն, ընտանիքի անդամների հետ լեզվակռիվ, ինչ որ մի բան կարող է լինել, որ իրար չհասկանաք։ Դրա համար պետք է այստեղ ժամերը շատ են համապատասխանում Հայաստանի ժամերի հետ, դրա համար ուղղակի պետք է ամեն ինչում ուշադիր լինեք։ Եվ առավոտյան ժամը 10-ից մինչև ցերեկը 4-ը, երբ որ միանում է Վեներային, պետք է ուղղակի գումար չտալ պարտքով, գումար չվերցնել, գնումներ պետք է չկատարեք, այնպիսի գնումներ, որոնք որ շատ մեծ են, որովհետև հետո կարող է ձեզ ուղղակի դուր չգալ։ Պետք է ընդհանրապես չզբաղվեք ոչ ֆինանսական հարցերով։ Կարևոր հանդիպումներ մի նշանակեք, հատկապես սիրային ժամադրությունը, նշեմ, որ եթե այդ ցերեկը ինչ-որ մեկի հետ ուզենաք կամ հանդիպել կամ միգուցե նաև սառը լինի ձեր հանդեպ, թեկուզ ձեր սիրելին, թեկուզ այն մարդը, ում նոր եք ծանոթացել, ավելի ուշադրությունը կլինի աշխատանքին, քան սիրուն, ոնց որ գումար վաստակելուն, որովհետև դժվարություններ կլինի գումար վաստակելու մեջ, եւ ինքը կզբաղվի միայն այդ հարցերով։ Չի կարելի նշել իհարկե հարսանիքներ, տոներ, շնորհանդեսներ, ոչ հասարակական ընդունելություն, ալկոհոլ չի կարելի, շատ ուտել չի կարելի, դե հատկապես քաղցրը, որովհետև Վեներան դա քաղցրն է, մի կերեք։ Նաև չափազանց մի ակտիվ եղեք հարաբերություններում, որովհետև դիմացինին դա կարող է դուր չգալ, լուսինը դա հետադարձ է, լարված միացում ունի Վեներային, եւ դա նշանակում է, որ էմոցիաները ուղղակի տհաճություն են տալու։ Դրա համար կարող է յուրաքանչյուրն ամենաշատը բզբզոցը ձեր սիրելին, ձեր երկրորդ կեսին, ձեր հարազատներին, ձեր աշխատողներին, որտեղ որ կգտնվեք այդ պահին, տհաճ կլինի դիմացինի համար եւ կարող է նաեւ հետադարձ այդ տհաճությունը զգաք նաեւ ձեր նկատմամբ։ Բայց նաև շատերը կարող են ուղղակի խուսափել իրենց աշխատանքից, անընդհատ դուրս գան, ուզենան հանգստանալ, ուզենան ինչ որ եթե տղամարդ է ծխի, անընդհատ ոնց որ կարող է դուրս գնալ ավելի սուրճ խմելու, ծխելու, ինչ որ մեկի հետ կցանկանաք ձեր մտահոգությունները կիսեք, քան գնաք նաև աշխատելու։ Եվ նաև սա կարող է լինել այնպես, ինչ որ մենք ականատես ենք լինում, կամ նաև դուք ինքներդ կարող եք այդպես լինի, որ ինչ որ միտեղ լինի դա աշխատանք, լինի դա սիրային հարաբերություններ, ոնց որ ցուցադրական ինչ որ պահ է լինում եւ ցուցադրական այլևս մի արի իմ հետևից, կամ այլևս չեմ աշխատում այստեղ, նմանատիպ այդ ցուցադրական մերժում կարող եք տեսնել, ինչ որ կամ հիստերիկ նոպաներ, կամ միգուցե մարդու մեջ է, եթե ձեզ մոտ էլ անձամբ կա այդ միացումը, նմանատիպ միացումը ձեր քարտեզում անձնական, կամ ուրեմն դուք ականատես կլինեք։
Շատ ավելի կնկատեք բողոքներ, տհաճություններ, դժգոհություններ, նաև լռություն, հա, որ կզգաք, որ դիմացինը ոչ ուզում է խոսել, ոչ ուզում է արձագանքել, հա, լուռ է, միշտ լուռ։ Հաճախորդների հետ կարող են լինել կոպիտ, բողոքներ ցույց տալ, հա, բողոքներ ներկայացնել, նաև հաճախորդները կարող են նույն կերպ արձագանքել աշխատողի վերաբերմունքին, այնպես որ դուք եւս կարող եք կամ դուք լինեք հաճախորդի դերում կամ դուք լինեք աշխատողի դերում, հա, այդ ինչ որ պահ է, որ մարդը այդ տհաճ պահը կարող է զգալ։ Շատ չմանրանամ այս թեմայով, բոլորս գիտենք, որ ինքը լարված միացումը դա արդեն տհաճ պահեր են յուրաքանչյուր ոլորտում։ Գնացիք խանութ, գնացիք բանկ, գնացիք, չգիտեմ որտեղ, հա կարող է ուղղակի դուք ասեք, վայ ինչքան դանդաղ եք աշխատում, եւ վերջ, հա, դիմացինը սկսի։ Այնքան սկսի, մինչև այն որ դուք վերկանաք, գորգռակ բոլորի ներկայությամբ եւ թողեք դուրս գաք։ Իսկ հաջորդ միացման ժամանակ ժամը Մերկուրիի հետ կապված ժամը 14-ից սկսված մինչև 20-ը, դե Մերկուրիի հետ կապված այն ինչ որ տրանսպորտին է վերաբերվում, փաստաթղթերին է վերաբերվում, գործարքներին է վերաբերվում, ապա դա ուղղակի պետք է չանեք այդ ժամանակահատվածում։ Ուղղակի լավ կլինի զբաղվեք ձեր գործերով, զբաղվեք սպորտով, քանի դեռ Ուրանի հետ միացում չկա։ Նաև չի կարելի այստեղ կազմակերպել, հա, ինչ-որ տոնակատարություններ, հյուրեր ընդունել, մասնակցել ոչ հասարակական հավաքույթներին, որոնք որ բավականին շատ են լինում հիմա։ Տեքստեր խմբագրեք, հա, դա կարող է չստացվի, ինչ-որ մի բան ուզենաք գրեք կամ ոնց որ մտքերը չգան կամ միտքը թռնի ձեզանից, ինչ-որ բան եք ուզում գրել, ինչ-որ բաներ որ պահպանվի ձեր ներսում, հա, ինչ-որ միտեղ, հա, ոնց որ ուզում եք հիշում եք գրել, մեկ էլ միտքը կարող է թռնել։ Դա նաև այս ամենի հետ է կապված։ Պետք չի այդ օրը կարող է շատ նյարդայնանաք, կարող է նաև նյարդայնության հետ կապված ավելի շատ ուտեք կամ ավելի արագ ուտեք եւ չծամեք լավ սնունդը, դրանից էլ բխի արդեն ինչ-որ ստամոքսի հետ կապված խնդիրներ, որովհետեւ մարդը նյարդայնանում է կամ ուզում է արագ ծամել, կուլ տալ, որ արագ ասի խոսքը եւ այդ ժամանակ արդեն բնական է մարդիկ բնական է շատ կան, հա, որ այդպես քիչ են ծամում կուլ տալիս, բայց եւ այդ նյարդային պահերին ավելի շատ կարող է նման բաներ լինել եւ հետո զգաք, որ ստամոքսի ցավ առաջացավ։ Եվ տաք հագնվեք, երևում է, որ Հայաստանում տաք է, բայց ամենայն դեպս գարուն չէ, պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր քամի մի այլ կողմից սառը, դա ձեզ կարող է հա միանգամից անմիջապես կարող է մրսեք, հատկապես այդ օրը։ Նույնն էլ աշխատանքի մասին կասեմ, Մերկուրին դա հեռախոսազանգն է, կարող են անդադ ձեզ զանգարել, չթողել աշխատեք, համակարգչով ինչ-որ բաներ գրեք եւ էլի չուզենաք աշխատեք, ինչ-որ կապեր են, որ կարող է հեռախոսով խոսեք, նյարդայնանաք այնտեղ, հետո գաք ու չկարողանաք աշխատել կամ այդ նյարդային պահերը, ոնց ասում է, թափեք հաճախորդի վրա, եթե այդպես հաճախորդի հետ եք աշխատում կամ նաեւ ձեր աշխատակիցների եւ այդպես լարվածություն ստեղծվի այդ պահին մեկը մյուսի հանդեպ։ Դե եւ արդեն երեկոյան վենք ունենք, որ ամենակարևոր միացումը սա Ուրանի հետ է, այնպես որ այստեղ արդեն պետք է ուղղակի շատ զգուշ լինել էլեկտրական սարքավորումների հետ կապված։ Դե բնական է չի կարելի գնել, դա դնենք մի կողմ, հա, որ բացարձակ չի կարելի գնել այդ ժամերին, ոչ հեռախոս, ոչ մեքենա, ոչ մի բան, ֆոնդային բորսաների հետ կապված գործ չունեք։ Ես տեսնում եմ բավականին շատ են, շատացել են այդ բաժնետոմսեր, դեռ բաժնետոմսեր դնենք մի կողմ, դա մեկ այլ հարց է, այստեղ ակտիվներ եւ այլն, գիտեք այդ ցանցային ինձ համար դա վտանգավոր երևույթ է, որովհետեւ ինչքան էլ մարդը հանգիստ ազատ նստում գումար է աշխատում, բայց դա խափելով է, դուք մարդկանց բերում եք, դուք դրանցով եք գումար աշխատում եւ եթե դուք ինքներդ այնպիսի մարդ եք, որ չեք կարողանա ոչ ոքի ներգրավել այդ ձեր աշխատանքում, ապա դուք կմնաք 0-ով, հա, դուք ինչ որ մեկին կֆինանսավորեք միշտ, բայց դուք կմնաք 0։ Դա պետք է ուղղակի հաշվի առնեք, ոնց անդադ պետք է մարդկանց ներգրավեք, չգիտեմ ինչու մեր Հայաստանում ամեն ինչ ուզում են ավելի հեշտացված, ավելի խաբեության միջոցով, հա, ինչպես որ փոքր եղբայրս է ասում, խաբեությունը մարդիկ խաբելով գումար են աշխատում, գողանում են դիմացինի գումարը, այդպես։ Որովհետև իրեն էլ էին առաջարկել նույն աշխատանքը։ Այնպես որ այստեղ նման բաներ կարող են նաև եւ ձեզ առաջարկել, պետք չի նմանատիպ ինչ որ սպեկուլյացիաների մեջ մտնել։
Առևտրով եւս պետք չի զբաղվել, հատկապես մի պատվիրեք ինչ-որ տեղերից, որտեղ որ անծանոթ է, հա, դա միգուցե պատվիրում եք կամ այդ կայքը վերջ գնում է, հա, չեք տեսնում այլևս այդ կայքը, կամ եթե պատվիրում եք ինչ-որ մի բան, հետո տեսնում եք միևնույնն է, ինչ-որ մի բան այնպես չեղավ, գումարը քաշեց, բայց նամակ չստացաք, երբ եք գալու ձեր պատվերը կամ եւ այլն, հա, ինչ-որ խնդիր կարող է առաջանալ։ Ուրանով ամեն ինչ հնարավոր է, բացի դա էլ ուրանով հնարավոր են առաջանալ նաև գլխապտույտներ, սիրտը կարող է արագ բաբախի, դող կարող է լինել, ստամոքսի հետ կապված անհարմարություններ, վերջույթները, մատերը, ոտի մատերը կլինեն բավականին սառը, կարող են լինել նաև թմրածություն, ովքեր որ հղի են շատ ուշադիր եղեք այստեղ վիժումների հետ կապված, վաղաժամ ծննդաբերության հետ կապված բավականին շատ կլինեն, նաև վերջույթների կոտրվածքները կարող են նաև շատ լինել, նաև չի բացառվում էլեկտրական այդ ցնցումները, ոնց որ տոկը խփի մարդուն, որովհետև կա ինչ-որ միտեղ բաց է, դուք չեք նկատում եւ նմանատիպ ոչապահել լինեն։ Բարձրությունից ընկնելը դա նույնպես ուրանն է եւ այլ վնասվածքներ ուրանով։ Բացի դա էլ ունանը ստեղծում է, երբ որ լարված միացում է ունենում, ստեղծում է կրակ, ստեղծում է հրդեհ, ստեղծում է հոսանքի անջատում, միգուցե գիշերը գա հոսանք չունենան ոմանք, ոնց որ ինձ գրել էին, շնորհակալ եմ, որ հետադարձ կապ եք հաստատում։ Հոսանքը կարող է անջատվել, ինչ որ միտեղ էլի լսեք վառվեց, ոչ թե մեկի բնակարանը, ոչ թե մի տարածք, պայթյունները, նաև ես անցյալ անգամ էլ ասացի, որ հենց ուրանով է, որ տեղի ունենում երկրաշարժերը եւ պետք չի ուրախանալ, որ Հայաստանում տաք է, պետք չի ուրախանալ։ 2 օր հետո ուրանը լինելու է ուղղահայաց։ Մեր Հայաստանի համար ուրանը շատ վատ դիրքում է եւ պետք չի ուրախանալ։ Երբ որ եղանակը տաք է, որտեվ ցուրտ եղանակին տաքը դա արդեն երկրաշարժ է։ Թե հիմա թեթև, թե հիմա ծայրամասերում կլինի, որտեղ կլինի, պետք է հասկանալ, որ պետք է ամեն ինչում նաև պատրաստ լինել, որովհետև սա ահավոր է, հա։ Նաև գազալցքավորման այդ տեղերը ավելի լավ է, մինչև այդ լցնեք գազը, հա, որովհետև հնարավոր է նաև պայթյուններ այնտեղ, բնական աղետներ, տանը եւ այլն։ Ճիշտ է, դա ամեն ինչը պետք է հասկանալ, որ այդ վնասակար պահերը միայն կլինեն այն դեպքում, երբ որ ձեր անձնական քարտեզում էլ եւս կա շատ լարված միացում ձեր անձամբ, օրինակ տանը կամ ձեր առողջությանը կամ այնպիսի տեղ, հա, 8-րդ տանը օրինակ միացում ունենա, այդ դեպքում արդեն բնական է, հա, ձեզ մոտ հստակ վտանգ է սպառվելու, բայց դուք չգիտեք։ Դա համար ուղղակի պետք է հանգիստ լինել, հանգիստ ապրել։ Եվ ինչ որ նմանատիպ պահեր պետք է էլեկտրականությունը ստուգել, նոր քնել, գազերը ստուգել, անջատած է ամեն ինչը, նոր քնել։ Եթե ոչ, եթե կասկածում եք, հա, հիմքից փակեք գազը, նոր քնեք, երբ որ ես Հայաստանում էի ապրում, ինձ մոտ մշտապես հիմքից փակած էր գազը։ Փակեք գազը, հետո նոր քնեք, էլեկտրականություն, թե ինչ-որ բաներ եք, միգուցե հարթուկ միացրած լինեք։ Եվ ընդհանրապես ամենակարևոր միշտ խնդիրը առաջանում է մեր այս լիցքավորման սարքից, հա, երբ որ դնում են հեռախոսին։ Դա եւս, հա, իմ ընտանիքում, հա, իմ ծնողների տունը լիցքավորման սարքից բաժար էր ընկել եւ առավոտյան շատ շուտ, ես կարծես թե պատմել եմ, առավոտյան շատ շուտ, եթե ծխից չարտանային, հիմա բոլորը, հա, արթնացած չէին լինի։ Ամբողջությամբ տունը այրվում էր։ Այնպես որ ընդամենը մի զայրադշնիկի այդ տաքանալուց։ Դա համար յուրաքանչյուր բան պետք է հիմա, հա, շատ կարևոր է։ Ես այսքան զգուշացնում եմ, ուղղակի պետք է կիսվել, որ մարդիկ եւս հասկանան, որ նման վտանգավոր օրեր ունենք մենք։ Որ ոչ թե լսեք ուրիշներին եւ հետ ասեք, վայ, ինչ եղավ, այլ ուղղակի դուք ինքներդ պաշտպանված լինեք։ Այսքանը այս թեմայի վերաբերյալ։ Եվ պլյուս, որ լիալուսին է դեռ ճիշտ է այսօր երեկոյան է լինելու վաղ առավոտյան, բայց դեռ այդ լիալուսնի պահերը բնական է մնալու է, այնպես չի, որ անմիջապես անցավ։ Եվ 2 բառ էլ ասեմ նաև այն մասին, թե ինչ օր է այսօր, սա արյան նորացման օր է, յուրաքանչյուր արյան հիվանդություն, որոնք որ սկսվում են, դա հոգևոր անմաքրության նշան է։ Նույնն էլ դա է նշանակում, ես Լուսնայինի հետ կապված արդեն ասել եմ, հագուստին կպած կեղտը նույնը նշանակում է անմաքրություն, հոգին անմաքուր է։ Եվ այսօր յուրաքանչյուր արտահայտված չարություն, ձեր բերանից արտահայտված չարը խոսք, ագրեսիան նախանց հանգեցնում է ձեր անկմանը։ Եվ իհարկե ինտիմ հարաբերությունները հակացուցված են այսօր։
Այսքանը սիրելիներս, ես կարող եմ բավականին շատ խոսել դեռ այս մասին եւ պետք է հասկանալ, որ բավականին շատ ասելիք կա, հատկապես երբ որ լարված միացում է տեղի ունենում։ Ուղղակի սա ձեզ համար է, որ հասկանաք, որ ինչ է կատարվում ձեր շուրջը եւ ուղղակի ուշադիր լինեք։ Եթե գիտեք ինչ որ մի բանը լավ է ձեզ մոտ, օրինակ երեք շատ լավ պահեր էր, լավ միացումներ ունեինք, բայց ինձ մոտ այդքան էլ լավ միացումներ չէր։ Դրա համար եմ ասում, պետք է հասկանաք, որ ուղղակի ամեն ինչը կախված է նաև ձեր անձնական քարտեզից։ Այսքանը լավ օր եմ ձեզ մաղթում։